Շփոթվելուց առանց ձեռնս կշփոթվեմ, որտեղ վաղուց կերտոտվել ենք։ Իրականում էսի մեր այսօրվա քարոզարշավի բնութագրումն է, որ դեռ քարոզարշավը չսկսած բոլոր քաղաքական ուժերը այդ ցեխի, կեղտի, քաղաքական արտի մակարդակը բարձրացրել են արդեն անհնարինի, հասցրել են առաստաղի, ու մեր այս ակցիան վայել է խորհրդանշում, իրական խնդիրների, իրական լուծումների փոխարեն հիմա այսօր զբաղված են բևեռացման, հասարակությանը բևեռացնելով հների, նորերի, պրոռուսականների, պրոեվրոպականների միջև, որպեսզի կարողանան մանիպուլացնել, ինչպես 21 հունիս ստացվեց բևեռացնել եւ Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի, այսօր նույնն է տեղի ունենում եւ այս մեր ցեխը հենց այդ կեղտն է, որը այսօր մեր քաղաքում մաշկում գոյություն ունի ու այդ խորհրդանշում էր այսօր որ ցեխը շփոթվում մեկը մյուսի վրա ինչ օրակարգով առաջին օրակարգը շատ կոնկրետ է, դեմեմի օրակարգը մենք Դեռ 2018-ից ակտիվ մասնակցել ենք այդ հեղափոխությանը, մինչև այդ բոլոր պայքարներին մասնակցել ենք, որ մեր պետությունը ավելի դեմոկրատական դառնա, ժողովրդավար դառնա։ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ այն խոստումով, որ այս Սերժի կոստյումը պետք է հանվեր, բայց այդ կոստյումը փորձելուց հետո հասկացավ, որ շատ լավ սազում է իրան, ու այս ընտրական համակարգը, որ այդ կոպից ասա Սերժի կոստյումն է, այսօր ինքը հակել է ու չի ուզում հանի իր հակից։ Մեր այսօրվա մեր հիմնական մեսիջները նրա մասին են, այս ընտրական համակարգի փոփոխության մասին են, այդ կայուն մեծամասնության դրույթն է, որը պարլամենտական երկրում ուղղակի չարիք է, պարլամենտարիզմը դա համագործակցության մասին է, բայց կայուն մեծամասնության դրույթը ուղղակի հակասում է դրան։ Կայուն մեծամասնության դրույթը գրեթե ոչ մի պետությունում ուղղակի գոյություն չունի, այն էլ պարլամենտական երկրում եւ այն միֆերը իբր ասում են, եթե այդ դրույթը չլինի, կայունություն չի լինի, քաղաքական համակարգը կայունություն չի ունենա, դա միֆ է, փաստացի դա իր մեջ ավելի մեծ ռիսկ է պարունակում, այդ քաղաքական մենաշնորհի ռիսկն է պարունակում ու այսօր մեր այդ քաղաքական համակարգի հիմնական խնդիրներից մեկն է։ Մեր մյուս ծրագրային կետը դա ընտրական շեմը 1%-ին իջեցնելն է։ 2021 թվականի ընտրություններին մեր ընտրողների 20%-ի ձայները ուղղակի փոշիացվել են այս ընտրական շեմի պատճառով ու այդ բևեռացման արդյունքում, այդ փոշիացման արդյունքում երկու ուժ է փաստացի 21 թվականին անցել ազգային ժողով եւ ոչ մի նոր քաղաքական միտք մեր ազգային ժողովում չի ծնվել։ Մենք այս ընթացքում ունեցել ենք մեծ կորուստներ, Արցախի կորուստից սկսած Հայաստանի սահմաններ տավուշում այդ տարածքների հանձնում, բայց մեր թիվ 1 քաղաքական ամբիոնում ոչ մի քաղաքական միտք, այլընտրանքային քաղաքական միտք չի ձևավորվել եւ սրա պատճառներից մեկն է քաղաքական դաշտի մենաշնորհելու խնդիրն է։ Այս մի կողմից իշխանությունը իր վարչական ռեսուրսով է դա իրականացնում, մյուս կողմից օլիգարխիկ ռեսուրս ունեցող խոշոր տնտեսական հնարավորություններ ունեցող մարդիկ իրենց կողմից են անում, երկու կողմում էլ քաղաքական միտք ու նոր քաղաքական միտք չի գեներացվում եւ արդյունքում չենք մեծ մարդիկ ժողովրդը այլընտրանքը չի տեսնում։ Բայց եթե 21 թվականին այդ հնարավորությունը լիներ 4-ից 5 նոր քաղաքական ուժեր էին անցած լինելու ազգային ժողով եւ դա մեծ հնարավորություն էր տալու այլընտրանքային քաղաքական միտք գեներացնելու։ Եվ հաջորդ դրույթը մեր դա բոլորին դեմ եմ քվեաթերթիկի, ինստիտուցիոնալ քվեաթերթիկի ավելացումն է, որը բոլոր քաղաքական ուժերի գործունեության գնահատական է լինելու եւ ունենալու է իրավական հետևանք։ Այդ մանդատը ստացած մարդիկ չեն մարդկանցով չի համալրվելու ազգային ժողովը, բայց այդ մանդատները համալրվելու են եւ բոլոր օրինագծերին դեմ են քվեարկելու, այսինքն եթե մի քաղաքական ուժ կամ մի քանի քաղաքական ուժ զզվացնում են այս ժողովրդին եւ այլընտրանք չկա, մարդիկ կարող են բոլորին դեմ են քվեարկել եւ 5 տարով սահմանափակել այդ քաղաքական ուժերի մանևրելու դաշտը։ Օրինակ, եթե 25% բոլորին դեմ եմ ձայն հավաքի, ապա այդ քաղաքական ուժերը, այսինքն 25% վստահության քվե չունենալով ժողովրդի կողմից չեն կարող սահմանադրական բարեփոխումներ իրականացնել։ Սա էլ մեր մյուս ծրագրային դրույթն է։ Այո, մենք դեմ ենք ցանկացած քաղաքական ուժի, ով այս համակարգով կգա իշխանության, կհակնի այդ կոստյումը եւ այդ կոստյումով կիշխի Հայաստանում։ Դրա համար նաեւ Այո, մեր վրա էլ ենք ցեղ շպրտելու, դրա համար մեր կուսակցությունը 100 օր հետո ընտրություններից 100 օր հետո իր ծրագիրն իրականացնելուց հետո ինքնալուծարվելու է։
Դրան ազգանուններ ասեք։ Ղազարյան Հովսեփ։ Բոլորին դեմ եմ շարժման Բարերով է ցեխը բացատրում, բայց պետքա իրական հողը